Ադրբեջանում 3 լրագրող մի քանի օրում կորցրել են աշխատանքն ու մահափորձի սպառնալիք ստացել ազատ խոսքի համար։ Սա լրագրող Հադիջա Իսմայիլովայի ֆեյսբուքյան վերջին գրառումներից է։ Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական բաժնի թղթակիցն ինքն էլ մեկ անգամ չէ, որ միջազգային պարգևների է արժանացել, իսկ սեփական երկրում հալածվել Ալիևյան վարչակարգի անօրինականություններն ու կոռուպցիան բացահայտելու համար։ Հիմա համբերության բաժակը լցվել է։ Հադիջան խնդրում է միջազգային հանրության աջակցությունը։ Միայն վերջին շաբաթում նրան 3 անգամ իրավապահները հարցաքննել են։ Հայտնի լրագրողին մեղադրում են Միացյալ Նահանգներին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ։ Հունվարին նա ընտրել է մի քանի սենատորի հետ։ Իմ գործով զբաղվող դատախազը ինձ հայտնեց, թե տեղեկություն ունեմ, որ ես պետական որոշ գաղտնիքներ պատմել եմ ամերիկացիներին։ Ես նրան ասացի, որ դա հնարավոր չէ, քանի որ որևէ գաղտնի տեղեկություն չունեմ, դա անհեթեթ մեղադրանք է։ Հադիջա Իսմայիլովան վստահ է, որ հարցաքննություններն ի վերջո կավարտվեն ձերբակալությամբ։ Արդարության ու խոսքի ազատության համար պայքարող լրագրողի ամենահարմար հարթակն այժմ սոցիալական ցանցն է։ Իրադարձությունների զարգացման հավանական սցենարը, գործընկերներից ու միջազգային հանրությունից ակնկալվող գործողությունները նա նկարագրել է Facebook-ում։ Գործերը բարդանում են կամ մի բան, որ կուզեմ խնդրել միջազգային իրավապաշտպան ակտիվիստներին։ Դուք ամեն ինչ ճիշտ եք անում, շարունակեք նույն կերպ։ Ժողովրդավարական պետություններին, դիվանագետներին, միջազգային ընկերություններին ադրբեջանցի լրագրողը խնդրել է, որ ցանկության դեպքում իրեն աջակցեն միայն բարձրաձայն, որովհետև չի հավատում մարդու իրավունքների դռնփակ պաշտպանությանը։ Չեմ ցանկանում նաև իմ ազատության համար որևէ առևտուր։ Իմ ձերբակալությունը կլինի ընդամենը քաղաքական հիմնավորմամբ հարյուրավոր ձերբակալություններից մեկը։ Ադրբեջանի իշխանությունը հմտորեն օգտագործվում է պտտվող դռների սկզբունքը։ Բանտից ազատում է մեկին, ձերբակալում երկուսին ու ստանում դրական արձագանք արևմուտքից։ Միջազգային լրագրողներին Հադիջան խնդրում է իր ձերբակալման դեպքում ընթերցողներին հասանելի դարձնել պատճառները, կոռուպցիայի թեմայով հետաքննական հոդվածները։ Նա կարողացել է բացահայտել, որ պետական պաշտոնյաները պետական փողերով սեփական բիզնես են հիմնում, որ Ալիևը անօրինական բիզնեսներ ու լուրջ մասնաբաժին ունի ոսկու հանքերում, իսկ ընտանիքը անօրինական ճանապարհով կողոպտում է ժողովրդին ու հարստանում։ Լրագրողը հայտնել է, որ շուտով կավարտի ևս 3 հետաքննություն, հուսով է, որ կհասցնի, հակառակ դեպքում վստահեցնում է, այն ավարտին կհասցնեն գործընկերներն ու խմբագիրները։ Ցոլնե Միքայելյան, Սետրակ Մկրտչյան, ժամը լրատվական։